Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն է։ Բարև ձեզ, պարոն Կիվիրյան, շնորհակալ եմ զրույցի հրավերն ընդունելու համար։ Պարոն Կիվիրյան, ընտրությունները տեղի ունեցան, նախնական արդյունքները հայտնի են եւ ինչպես զգուշացնում էիք Նիկոլ Փաշինյանին այս տարբերակով միայն ընտրություններով չհաջողվեց հեռացնել։ Եթե ընդհանուր առմամբ գնահատեք, որոնք էին ընդդիմության պարտության գլխավոր պատճառները եւ բուն արդյունքների մասով, սրանք այն առավելագույնն էր, որը կարող էր ընդդիմությունը գրանցել։ Հիշեցնեմ, ուժեղ Հայաստանը ստացավ 23 ու 28% ձայն, Հայաստան դաշինքը գրեթե 10%, Բարգավաճ Հայաստանն էլ Շեմինը ենթադրվում է, որ 4%-ը կհաղթահարի։ Դե նայեք, եկեք փուլ պատասխանեմ ձեր հարցին։ Այո, ինձ համար ընտրություններից ամիսներ առաջ անգամ շատ ավել հստակ բարձ էր արդյունքը, որովհետև ես բացատրում էի բոլոր կողմերին, որ անհնար է Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի ընդդիմությունը զուտ ընտրություններով հաղթի, որովհետև հայկական իրականության մեջ ուրեմն անկախությունից ի վեր ձևավորվել է ավանդույթ, որ իշխանությունը օգտագործելով վարչական լծակները, տարբեր ոչ օրինական հնարավորություններ միշտ վերարտադրվում է։ Այս պարագայում այս ընտրությունները չէր կարող լինել բացառություն։ Առավել ևս Նիկոլի պարագայում, որը ունի կորցնելու բազմաթիվ բաներ։ Ինքը հոյակապ հասկանում է, թե պարտվելու դեպքում իրան ինչ է սպասվում, եւ դրա համար ատամները սրած ինքը ամեն գնով պահելու էր իշխանությունը։ Ոչ ոք իր անվտանգությունը անգամ չէր կարող երաշխավորել։ Իհարկե, ոչ մեկ չէր կարող երաշխավորել։ Անգամ եթե դա լինի իր թիմի անդամ, անգամ եթե դա լինի ինչ-որ գերտերության անդամ, բոլորը հասկանում են, որ այդ պարագայում բոլոր այն անձիկ կամ պետությունները, ովքեր կերաշխավորեին Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, հենց իրենք առաջինը նրան կզոհաբերեն։ Իշխանափոխությունից հետո մոտավորապես այն ինչ որ տեղի ունեցավ Սաակաշվիլու հետ։ Վերջի վերջո Սաակաշվիլու պարտությանը նպաստեց Արևմուտքը։ Ինքը Սաակաշվիլուն ստիպեց, որպեսզի նա հանձնի իշխանությունը եւ ստանձնել էր ինչ-ինչ երաշխիքներ։ Սաակաշվիլու թիմը իր ղեկավարությամբ այսօրվա դրությամբ երկար տարիներ անցկացնում է բանտում։ Անհնար է Նիկոլ Փաշինյանը տեղեկացված չլինի, թե ոնց է Սաակաշվիլին զրկվել իշխանությունից եւ տեղեկացված չլինի, որ Սաակաշվիլին ներկայումս գտնվում է կամ հիվանդանոցում կամ բանտում։ Դասեր քաղել էր այսօր։ Այո, իհարկե դասեր քաղել էր։ Հիմա դուք ասեցիք նախնական արդյունքները։ Նախնական արդյունքները հրապարակվել են, վերջնականը ակնհայտ է, որ մինչ օրս դեռ չկան, որովհետեւ գնում է քաղաքական մեծ առևտուր։ Այն ինչ որ չի երևում, բայց որը կլուծի վերջնական թվերը։ Այսինքն Գագիկ Ծառուկյանի հետ փորձում են պայմանավորվել։ Իհարկե։ Այդ առևտրից կախված կլինի այդ վերջնական ազգային ժողովի պատկերը։ Հիմա այս ընդդիմությունը, որպիսի ընդհանրապես հայկական իրականության մեջ ցանկացած ընդդիմություն, եթե ինքը ուզում է վերցնել իշխանություն, ինքը եթե անգամ գնում է ընտրությունների, ինքը ընտրությունները պետք է վերածի հեղափոխության։ Եթե դա ինքը չի կարողանում անել, ընդ որում ինքը կարող է վերածել հեղափոխության, բայց այդ գործընթացում էլ պարտվել։ Բայց այդտեղ առաջանում է շանս։ Եթե ինքը դա չի անում, ապա պատկերը մոտավորապես միշտ նույնն է լինելու։ Այսինքն, դու կարող ես հավաքել 10% ձայն, թիվ 1 ընդդիմությունը 20-25% ձայն, բայց դա չի լինի ավել, քան իշխանության ձայները։ Այնքան ձայնը, որ իրենց պետք է, որպեսզի իրանք ձևավորեն կառավարություն եւ իրենց տեխնացուն լինի վարչապետ, իրենք կապահովեն։ Դրա համար, գիտեք ոնց է, մի 5% այս կողմ կամ 2% այն կողմ, այս կամ այն ուժի համար։ Դա գլոբալ առումով իշխանության համար, այս իշխանության համար որևէ նշանակություն չուներ։ Իսկ այն, որ գիտեք ոնց է, գնում է գլոբալ առումով առևտուր, ու ոչ միայն Գագիկ Ծառուկյանի հետ, երևում է նրանից, որ ինչքան էլ նայեք ընդդիմությունը հայտարարում է, որ ընտրությունները կեղծվել են, այսքան ապօրինություն է եղել, դուք այսօրվա դրությամբ արդեն քանի օր անցել, մի հատ փողոցային ընդվզում տեսաք։ Կարծես թե մտադիրել չեն նախաձեռնել։ Դուք եթե հիշում եք հայ ժողովրդի նորօրյա պատմությունը, հիշում եք, որ անկախությունից ի վեր ընդամենը սրանից առաջ եղել է մի հատ էլ ընտրություն, 21 թվի ընտրությունները, որ հետ ընտրական որևէ process չի եղել։ Եկել 2017-ը, այն ժամանակ էլ խաղացավ, բայց 1 տարի հետո իրավիճակը լարվեց։ Այո, դա, բայց այդտեղ լրիվ այլ էր պատկերը։
Այդտեղ պատկերը այլ էր, որովհետև բոլոր կողմերը ընդունեցին ընտրության արդյունքները, անգամ ներկայիս Նիկոլ Փաշինյանը։ Այո։ Իսկ հենց որ դու ասում ես, որ ես չեմ ընդունում, դու պարտավոր ես գոնե քո կողմնակիցներին հանել փողոց։ Նա փողոց չանել ընդունելն է թվականին, հավասար։ այո, 17 թվականին Նիկոլ Փաշինյանը ու մնացած ընդունել էին արդյունքը։ Եթե դու ասում ես, ընտրությունները զանգվածաբար կեղծվել են, ընտրությունները չեն արտացոլում պատկերը, իշխանությունը պարտվել է, բա ինչ ես անելու հետո։ Գնում ընդամենը գնալու ես Նիկոլ Փաշինյանի գրպանային սահմանադրական դատարան, ինչ փնտրես այնտեղ։ 20 թվականին էլ էին գնացել։ Ինչ փնտրես ու փորձես գտնել Նիկոլ Փաշինյանի գրպանային սահմանադրական դատարանում։ Ընդամենը հերթական նվաստացումը կարաս փնտրել եւ գտնել։ Ինչը եւ 21 թվականին փորձեցին փնտրել, գտան նվաստացում, հիմա էլ եթե գնան այնտեղ կփորձեն փնտրել եւ գտնել։ Ես ընդ որում ասել եմ, կարող եմ որպես կոնսուլտանտ վերցնել Օնիկ Գասպարյանին, իր մոտ դատարան դիմելը շատ լավ է ստացվում։ Եվ ինքը կարող է իրանց բազմաթիվ խորհուրդներ տա, ոնց երկար տարիներ դատարաններով քաշքալ։ Կիսվի իր պրակտիկայով։ Հա, բա իհարկե մեծ փորձ ունի, լինելով գենշտաբի պետ։ Ռազմական փորձ չուներ, դատարան վազելու փորձ ուներ։ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գիշերը, երբ տեղամասերի ընդամենը 10%-ի արդյունքներն էին ամփոփվել, իրեն հաղթող ճանաչեց, որից հետո մի տևական ժամանակ ԿՀ-ի կայքում արդյունքները չէին թարմացվում, իսկ հետագայում արդեն եղավ այն արդյունքը, որը Նիկոլ Փաշինյանը այս պահին ունի։ Ձեր գնահատմամբ արդյոք այս իրողությունը ընտրությունների վերջնարդյունքի վրա իր ազդեցությունը ունեցավ, թե սա առավելապես տակտիկական ինչ-որ հնարք էր Փաշինյանի կողմից։ Եվ նա։ Ակնհայտ էր, որ ինքը դրանով ցույց է տալիս իր գործիքակաց Վահագն Հովակիմյանին, որ էսա տղա ջան։ Այդ Վահագն Հովակիմյանը ամբողջ իր կյանքը եղել է Նիկոլ Փաշինյանի աշխատողը, իր թերթում։ Երևի գիտեք չափահաս է դարձել, տեսել է Նիկոլին, մինչ օրս տեսնում է Նիկոլին։ Ու ինքը հոյակապ գիտի Նիկոլ Փաշինյանը ոնց է տալիս ցուցումներ։ Սա այդ ցուցումներից մեկն էր։ Ամբողջ կյանքում Վահագը ասում եմ, գնացել է գործի, լսել է Նիկոլ Փաշինյանի ցուցումները, այտենց տասնամյակներ շարունակ, մինչև որ այտենց իր հետ տարավ իր կուսակցություն, հետո օգնականներ։ Հա, օգնականներ եւ այլն։ Ասում եմ, իր չափահաս տարիքից կոպիտ ասած գարշոկից բարձացել է, տեսել է Նիկոլին։ Վերջ։ Հիմա այս պարագայում պարզ է, որ նա գիտի ոնց ցուցում տա, որ նա հստակ հասկանա այդ ցուցումը։ Ընդհանրապես լրագրողական շրջանակներում ով շփվել է այդ դաշտի հետ, իրանց խմբագրության հետ, գիտի որ հայտնի էր, որ Վահագն Հովակիմյանը դժվարությամբ էր հասկանում դա։ Հասկանում եք, միշտ դա Նիկոլ Փաշինյանին նյարդային ասում է, դրա համար պետք է ուղիղ տաս ցուցումը։ Պատմություններ կան, որ ասում էր ֆայլա բազարից բան որ դրեմ ավելի լավ նյութ կգրի, քան Վահագն Հովակիմյանը։ Հա, կան այդպես բազմաթիվ պատմություններ, որոնք Վահագն Հովակիմյանը երբեք չի հերկել ու հավանաբար չի էլ հանդգնի հերկել, որտեղ բազմաթիվ ականատեսներ ներկա են եղել։ Հիմա նայեք, մնացած մասով, ուրեմն ինչի սա Նիկոլ Փաշինյանը արեց, բացի Վահագն Հովակիմյանին ցուցում տալ, ինքը կոպիտ ասած սրանով փչացնում էր ընդդիմությանը։ Որովհետև ուրեմն նման դեպք ես ես հիշացնեմ, որ տեղի ունեցել նաև հեռավոր 1996 թվականի ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանում։ Ուրեմն դե այն ժամանակ ոչ համակարգիչ կար, ոչ տաբլո կար, ոչ բան կար, ամեն ինչը թղթային եւ հեռախոսային էր եւ այդ ժամանակ ընդհանրապես դեր ընտրությունների անգամ ոչ թե 1%, 10%, ընդհանրապես որևէ պատկեր չկար, ընտրություններից մի անգամից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս հերոստատեսային, այսպես ասած, ելույթով, բարձրացնում է շամպայնի բաժակը եւ շնորհավորում է իր թիմակիցներին հաղթանակի կապակցությամբ։ Ու մի անգամից ընդդիմությունը եւ իր կողմնակիցները լցվում են փողոցները։ Մի անգամից։ Հիմա սա տեղի չունեցավ։ Հաջորդ առավոտյան արդեն հրապարակը ծփում էր մարդկանցով, բրթոված մարդկանցով։ Հիմա Նիկոլ Փաշինյանը սրանով սադրում է ընդդիմությանը, ասում է դե տղա եք հանեք ձեր կողմնակիցներին։
Եթե չէ, խելոք գնացեք ամեն մեկը ձեր այդ տոկոսը վերցեք, նստեք ձեր տեղը։ Եվ կյանքը ցույց տվեց, որ ընդդիմությունը չհանդգնեց անգամ լուրջ ինչ-որ ընդվզման։ Ու ընդ որում այդ ելույթում Նիկոլ Փաշինյանը ասաց, որ որևէ ընդվզում տեղի չի ունենա։ Իսկ եթե ունենար դա ինչ-որ բան կարող էր փոխել հենց այդ գիշերը։ Նայեք ոնց է, եթե դու կարողանում ես ընդվզումը դարձնել հեղափոխություն, գոմոտ առաջանում է հաղթելու շանս, իշխանություն վերցնելու շանս։ Որը բաց թողնվեց այս անգամ մեծ հաշվով։ Այս պահի դրությամբ, ասում եմ, ընդդիմությունը զբաղված է ինչ-որ ներքին քաղաքական առևտուրներով, ակնհայտ կերպով։ Ընդդիմությունը մտադիր չէ նաև փողոց դուրս գալ, մանդատներից հրաժարվելու խոսակցություններ էլ կարծես թե չենք լսում եւ ողջ հաշվարկը նրանում է, որ ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու դեպքում Նիկոլ Փաշինյանը կզրկվի 3/5-ից ու այս դեպքում մի շարք որոշումներ, սահմանադրական օրենքներ, դատավոր դատախազներ չի կարողանա ընդունել եւ խնդիր կունենա։ Հիմա եթե ԲՀԿ-ն անցնի եւ Նիկոլ Փաշինյանը իսկապես զրկվի 3/5-ից, սա իսկապես կթույլատրի նրա իշխանությունը եւ իրավիճակը կփոխվի։ Բացարձակ։ Գիտեք ոնց է, սա ընդդիմության, այսպես ասած, ընդդիմության հիմնավորման փորձն է, թե ինչի են իրանք գնում ազգային ժողով։ Նայեք, ամիսներ շարունակ դու ասում ես, որ դու ես հաջորդ իշխանությունը, որ Նիկոլ Փաշինյանն ենք, այնտեղ արդեն անցած թիմ բան է, փոքրիկ խմբակ են, մենք ենք որ կանք ինչ-որ կառավարության նիստեր էին անցկացնում, հա, զեկուցումներով բան։ Անկամ պատվելու հարցերին չէին պատասխանում։ Արդեն երկրի ճակատագիրն էին որոշում, տարածաշրջանաչար։ Հիմա ընկել են, ասում են մենք դատավոր դատախազի ճակատագիր ենք գնում որոշելու։ Այս կարգի իջնել, դա պետքա մեծ ֆանտազիա ունենաս։ Ու փորձես դա հրամցնել հասարակությանը։ Իրանք փորձում են գտնել ինչ-որ հիմնավորումներ, որը իրենց պատկերացմամբ չի փչացնի իրանց, եթե իրանք վերցեն մանդատները եւ գնան ազգային ժողով։ Ուղղակի իրանք չեն հասկանում, որ իրանք փչացել բրծել են բոլոր քաղաքական բոլոր առումներով։ Դրա համար է Նիկոլ Փաշինյանը սրբում իրանց վրա իր ոտերը եւ շարունակելու է սրբել։ Երբ որ ինքը այդտենց վերջնական պատկերը չկա, ինքը ասում է սա է, հենց որ ասում է ընդվզում չի լինի, մի հատ ծպտուն չեք անում, ճիշտ է։ Իհարկե։ Հենց որ ամիսներ շարունակ անպագորգոր խոստումներ եք տալիս։ Նայեք, այս մարդիկ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են, որ ինքը սուտասանա, չէ։ Բա ինչով են իրանք տարբերվում։ Այն հայտարարությունները, որը այս մարդիկ արել են, ամիսներ շարունակ, ու դրանից հետո դու արդեն պարտված գառան պես ասեն գնալու ես ազգային ժողով, ընդ որում մի հատ էլ վստահ են պրոֆիլակտիկ ծեծ կուտեն, այնտեղ իրանց սպասում են, հասկանում եք, եթե հիշեք վերջի ուրեմն տարիները, մի հատ առաջի ամիսը պրոֆիլակտիկ ծեծում են, 21 թվականի սկզբին հենց տենց եղավ։ Այո, հիմա նույն ձևով պրոֆիլակտիկ ծեծելու են Սամվել Կարապետյանի կողմնակիցներին։ Կապ չունին իրանք ինչ-որ բան կանեն, չեն անի։ Այն ոնց է, գիտես ոնց է, այն սովետական բանակում սալագան, որ ընկնում էր, չաստ։ Պետքա դեդերը մի հատ լղկեին, այն ժողովրդական լեզվով ասած տրակ գանած անեին, որ իրանք իրանց տեղը իմանային։ Հիմա այն նույնը սպասվում է սրած։ Իսկ միակ տարբերակը ազգային ժողով չգնալն է դրանց խուսափելու համար։ Դուք եք համար։ չեն ուժեղ տղեր կանոնն էլ ուժեղ է։ Գիտեք, եթե անունը այլ բան ելներ, կարող է դեռ ինչ-որ ասենք թույլ ծեծեց, այստեղ ուժեղել են ծեծելու։ Ալեն Սիմոնյանը ասաց եկեք սպասում ենք, նաև այս ակնարկը կա։ Դե սադրում են, հասկանում եք։ Նայեք, դու ոնց են մարդուն կոտրում։ Ժողովրդական լեզվով ասած չմոսարկում։ Ցույց են տալիս, որ քո տեղը էս է, եթե դու չես ընդվզում, ուրեմն քո տեղը դա է։ Այն նույնը քաղաքականության մեջ է, հասկացեք։ Քաղաքականության մեջ շատերը չեն հասկանում, որ տիրում են այս նույն օրենքները։ Ես տարիներ առաջ բազմաթիվ անգամ ասել եմ, բացատրել եմ, որ եթե ուզում եք քաղաքականությունից հասկանալ, նայեք Կնքահայրը ֆիլմը։ Մանրամասը մի քանի անգամ։ Կարող է մի քիչ էլեմենտար հասկանաք, թե ինչ բան է քաղաքականությունը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այս առևտրական տարգաշներին, որոնք մտել են քաղաքականության մեջ, ուղղակի կոտրում է։ Իրանք էլ հերթով
Սենց վզները ծուռ սպասում են իրենց ճակատագրին։ Իսկ իրենց ճակատագիրը շատ դաժան է լինելու։ Ինչպես խոստացել է Փաշինյանը։ Հա, կարող է հիմա գիտեք քաղաքական առևտրի պարագայում իրանք շահեն ինչ որ մի քանի ամիս ժամանակ, կես տարի, մի տարի, բայց իրանք չեն պլստավ այդ առումով։ Իրենց ինքը որպես թիրախավորել է, հասկանում եք, ինքը հասկացել է, որ սրանք իր համար հոյակապ քաղաքական թիրախներ են, տանձիկներ են։ Ինքը թույլ չի տա իրանք դուրս գան քաղաքական դաշտից։ Իրանցից լավ տանձիկ ինքը չի կարող ունենալ։ Առավել եւս հարուստ են։ Ամեն անգամ կարելի է մի քանի ռեյս խուզել բուրթը։ Կորցնելու բան ունեն։ Հա, բուրթը խուզել, հասկանում եք, համ տանի դերում, համ բուրթի բրթատվության դերում, բա դրանից լավ բան։ Պարոն Կիվիրյան, իսկ գտնում եք 3-5-րդից զրկվել է իրավիճակ չի փոխի, որ Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ իր ցանկալի որոշումները կարողանա անցկացնել, թե օրինակ նրան կհաջողվի նոր Իշխան Զաքարյաններ, Գեգամ Նազարյաններ գտնել ընդդիմության շարքերից, որոնք իր համար այդ խնդիրը կլուծեն։ Նայեք, միանշանակ իրանց համար կա մի հատ հիմնական նպատակ։ Հավաքել մեծամասնություն, ձևավորել կառավարություն իրանց թեկնածուն վարչապետ։ Դա է հիմնական։ Մնացածը իրանց համար երկրորդական, 10-րդական բաներ են։ Կունենան սահմանադրական մեծամասնություն, չեն ունենա։ Հա, կունենան այս ճանապարհով կգնան, չեն, բայց դու ես իշխանությունը, դու ես։ Մարդկանց հետաքրքրում է սակրալ իշխանությունը։ Շատերը մտածում են, գիտեք ոնց, դա ինչ որ էլեմենտար պատճառաբանություն է, նայեք չկարողացավ սահմանադրական։ Իսկ ինչի է իրանց թվում, որ դա իր համար կյանքի նպատակ է։ Իսկ ձեր ասածը, այո, դա էլ չի բացառում, որ հենց որ իրանց պետք լինի, այո, այս ընդդիմությունից իրանք շատ հանգիստ կկարողանան իրականացնել անասնագողություն քաղաքական։ Առավել եւս Նիկոլը դրանից չի խորշում։ Անցյալի իրադարձությունները դուք հիշում եք, ոնց էր այս մարտը այս թիմում, հետո դարձավ այն թիմում։ Առավել եւս գիտեք, ընդդիմությունը, եթե դուք նայեք ընդդիմության ցուցակները, դա քաղաքական ցուցակ չի։ Դա քաղաքական ենթատեքստով ու սկզբունքով, գաղափարով չի հավաքված։ Դա հավաքված է զուտ թայֆայական սկզբունքով։ Սա մեր աղբերն է, սա մեր անուշ աղբերն է, սա մեր անուշ աղբոր անուշ աղբերն է։ Այդ սկզբունքով հավաքված թիմ է, թայֆայական։ Թայֆայական թիմից մարդ տանել հայկական իրականության մեջ, հենց որ քո ձեռն է ոստիկանությունը, ԱԱՑ-ն, դատարանն ու դատախազությունը, այնտեղ է բուրդ կա խուզելու, դա մեկից մեկ է։ Բայց Նարեկ Կարապետյանը նաև հակառակի մասին խոսեց, որ ԿՊ-ից այս անգամ 8 падգամավոր խնդիր անելու։ Տանեն մենք էլ տեսնենք։ Իրատեսական չի սա։ Դե թող տանեն մենք էլ տեսնենք էլի։ Այնքան բան են իրանք ասել։ Ամեն իրանց ասելը որ փոփոք դառնար, հիմա շուկայում փոփոք ծախելով փողատերազմա կդառնանք, հայտնի ասացված կա, չէ՞։ Մեծ հաշվով։ Պարոն Կիվիրյան, դուք երեք մի գրառում եք կատարել, նկատելով, որ 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանը չէր հասկացել, իսկ հիմա էլ Սամվել Կարապետյանը չհասկացա, որ իրենց գլխավոր հակառակորդը այս դեպքում Սերժ Սարգսյանն է։ Եթե Քոչարյանի մասով պատճառները քիչ թե շատ հասկանալի են, այս ողջ ընթացքում Սարգսյանի հետ ասոցացվող շրջանակները իր հակակարողությամբ էին զբաղված, ապա Սամվել Կարապետյանի պարագայում որն է խնդիրը եւ ինչու է Սերժ Սարգսյանը նրան խանգարում, հատկապես այն դեպքում, երբ որ իր թիմում մի շարք գործիչներ կան, ովքեր հիմա Սամվել Կարապետյանի ցուցակով падգամավոր են դարձել եւ Նիկոլ Փաշինյանն էլ պնդում է, որ ուժեղ Հայաստանը նույն հանրապետականն է, այսպես ասած ռեբրենդինգ եղած։ Նայեք, եթե այսպես կոչված պարզ լեզվով խոսանք, պատկերը հետևյալն է։ Սերժ Սարգսյանը Սամվել Կարապետյանին կարողացավ մինչ օրս խաղացնել այնպես, ինչպես ժամանակին խաղացրեց Կարեն Կարապետյանին։ Եվ Կարեն Կարապետյանի դառը ճակատագիրը եւ անկումը Սամվել Կարապետյանի եւ իր կողմնակիցների համար դաս չեղավ։ Այսօրվա դրությամբ, այո, մենք եթե տեսնում ենք, Սամվել Կարապետյանի թիմը համալրված է այնպիսի մարդկանցով, որոնց հետևում երևում են Սերժի ականջները, եւ դրանից զատ ինձ համար ակնհայտ է, որ ինքը բոլոր առումներով Սամվել Կարապետյանին այս ողջ այս ընտրական process-ներում կարողացավ հոյակապ խաղացնել։ Իսկ հիմա հարց կտակ, իսկ ինչի է դա պես Սերժին։ Սերժը լուծում է իր խնդիրները, ոնց որ ժամանակին ինքը բերեց, դարձեց վարչապետ,
օգտագործեց, հետո դուրս շպրտեց Կարեն Կարապետյանին, նույն ձևով էլ հիմա Սամվել Կարապետյանին վերցել է իր այսպես կոչված քաղաքական հովանավորչության տակ, շահագործում է նրա եւ ֆինանսական եւ քաղաքական կապիտալը, բայց լուծում է իր հարցերը։ Իսկ իր հարցերը որոնք են։ Իրեն բացարձակ պետք չի, որ Սամվել Կարապետյանը Հայաստանում լինի իշխանություն։ Իրան ընդամենը պետք է այն ֆիգուրները, որոնք կհայտնվեն, դրանց չեզոքացնել, որոնք գիտեք ոչ միայն կհայտնվեն, որոնք կարող են պոտենցիալ հայտնվել։ Պետք է չեզոքացնել, դաշտը ամայացնել, որպիսի իր գերնպատակը, որպիսի ստիպի Մոսկվային, որ գան խոսան իր հետ։ Փաշինյանի այլընտրանքը ինքը լինի։ 18 թվականից հետո այս մարդու ողջ գիծը դա է։ Եվ երկրորդը, եթե ինքը իր պատկերացրած պարագայում կարողանում է փոշիացնել, ամայացնել դաշտը, ապա ինքը դրանից հետո կկարողանա իր հովանավորյալին, այսպես կոչված, փորձի դարձնել իշխանություն։ Որ ուղղակի ամեն անգամ հենց որ ինքը դաշտը փոշիացնում, ամայացնում, մեկը հայտնվում է։ Ու ես չեմ էլ կարծում, որ իր այս ծրագրերը վերջի վերջո ստացվել են։ Ուղղակի տուժում է Հայաստանը, տուժում է Հայաստանի քաղաքական դաշտը, ժամանակին, այսպես կոչված, տուժեց Կարեն Կարապետյանը, այս անգամ տուժեց Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը վստահ եմ մի օր կհասկանա ոնց է իրան ուղղակի շահագործել, օգտագործել։ Մարդը չունի այդ քաղաքական փորձը հմտությունները, իրան թվում է, որ գտել է այն բարի հոպարին, որի խորհուրդներով ինքը կարող է ինքն ու Նարեկ Կարապետյանը շարժեն։ Կարեն Կարապետյանի քաղաքական ճակատագրի վրա դա շատ ծանր նստեց, այստեղ էլ նույնը ճանապարհով գնում են։ Իսկ սրանից խուսափելու ճանապարհը որն էր Սերժ Սարգսյանի խորհուրդներից ու անձանցից զերծ մնալը այդ մարդու հետ։ Ընդհանրապես այդ նույն ճակատագրի բանով, այսպես ասած, նույն թակարդը 2021-ին ընկավ Ռոբերտ Քոչարյանը։ Ասենք նույն իր թիմում, ասենք սկսած են Սյունիքի կուսակցություն կար բանկար, չէ։ Նույն ձևով այդ մասային ներդրել էր, այսպես ամեն ձևով տանում էր առաջ։ Ռոբերտ Քոչարյանը երևի վերջի շրջանում հասկացավ, թե ինչ է կատարվել իր հետ։ Ընդ որում մինչև հիմա երևի մանրամասներով չի էլ հասկացել, ոչ մարտի 1-ը հասկացել եւ մնացածը։ Պարոն Կիրյան, մենք նաև աննախադեպ իրավիճակ ունենք։ Ընտրություններից 4 օր է անցել, սակայն Ռուսաստանը դեռևս Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորել, հայտարարում են, որ ընտրությունների վերջնական արդյունքներին են սպասում։ Ըստ ձեզ ճանապարհով ինչ խնդիր է լուծում Մոսկվան, եւ եթե առհասարակ ռուսական կողմը չճանաչի այս ընտրությունների արդյունքները, դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Գիտեք ոնց է, ինձ թվում է ուղղակի դեռ իրանց են թանկացում հասկանալով, որ տեղի ունենալու Նիկոլի այդ քաղաքական առևտուր, փորձում են իրանց դիրքերը մի քիչ թանկացնել։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը բավականին տհաճ իրավիճակում է հայտնվել, ինչպես միշտ ընտրական առումով բավականին սխալ հաշվարկներ է արել, այսպես ասած, եւ ասենց ասեմ, իմիջային առումով հայտնվել է ոչ հաճելի իրավիճակում։ Հիմա փորձում է իր գինը տեղը թանկացնել, գործընթացները կախված կլինեն Նիկոլ Փաշինյանի Մոսկվա գնալ չգնալու եւ այնտեղ ինչ պայմանավորվել չպայմանավորվելու հետ։ Ըստ դրա էլ արդեն հստակ կլինի, թե զարգացումները ոնց կգնան։ Իսկ այդ համաձայնությունը ինչի շուրջ օրինակ կարող է լինել Փաշինյանի եւ Պուտինի։ Բոլոր այս կուտակված հարցերի շուրջ։ Սկսած երկաթգծից ավարտած, այսպես ասած, պրոռուսական կրեատուրային ձեռ տալ, չտալ, բանտարկել, չբանտարկել, ընդհուպ մինչև, այսպես ասած, վարդերի եւ ցոգոլի ճակատագրից։ Հենց սրան նաև անդրադառնանք, պարոն Կիրյան, հենց այս ամեն ինչը, երբ ընտրությունների նախաշեմին Ռուսաստանը արգելեց Հայաստանից այս պտուղ բանջարեղենի ծաղիկների արտահանումը, ինչպես նաև Ռուսաստանից բավականին կոշտ հայտարարություններ էին հնչում։ Սրանք վերջնարդյունքում Նիկոլ Փաշինյանի օգտին աշխատեցին, թե իր դեմ, քանի որ հենց մեր հարցումների ժամանակ էլ շատ մարդիկ են հանդիպում, որ ասում են, ի սկզբանե մտադիր չէին Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել, բայց այս ամեն ինչի արդյունքում գնացին եւ նրան ձայն տվեցին։ Հենց որ դա նոր էր սկսվել, ես Facebook-ում հստակ գրառում եմ արել, որ Մոսկվայի այս քաղաքականությունից առավելագույնը օգտվելու է Նիկոլը։ Դա շատ սխալ հաշվարկ է, դա ընդամենը բերելու է հայկական հասարակությունում հակառուսական տրամադրությունների աճի, բայց դա չի բերելու Նիկոլ Փաշինյանի տապալման, դա չի բերելու Նիկոլ Փաշինյանի դիրքերի թուլացման։
ով որ Կրեմլին այդ խորհուրդը տվել էր, ուրեմն այդ մարդը կամ ընդհանրապես չի հասկանում քաղաքականությունից, կամ աշխատել է Նիկոլ Փաշինյանի օգտին։ Իսկ գիտակցաբար է սա արվել, թե անգիտակցաբար ձեր տեսակետը Շատերը կարող են մտածել, որ դա գիտակցաբար է արվել, բայց բազմաթիվ երկրների շրջանակների քաղաքական դասերի հետ շփվելուց իմ մոտ ստեղծվել է այն տպավորությունը, որ ընդհանուր գիտեք ամբողջ աշխարհում տեղի անում քաղաքական դասի դեգրադացիա։ Շատ սխալ եմ պատկերացնում։ Նայեք այսօր Ամերիկայի, ասենք, քաղաքականությունը մերձավոր արևելքում ոնց է, գիտեք, ոնց է եկակայսությունը ծաղրուցանակի է վերածվել։ Ռուսաստանը Ուկրաինայում։ Այսինքն, իհարկե, իրանք կփորձեն ներկայացնել, որ դա շատ խորամանկ ծրագիր էր, ինչպես միշտ, որ այս ձևով, այն ձևով մենք մոտեցանք։ Հետո արդյունքները կտեսնենք։ Այդուք, հա, այդ ռուսական մի հատ արտահայտություն կա, որոնք իրանց այդ բլոգերներն են խշում խիտրի պլան։ Ուրեմն, բայց իրականության մեջ դա քաղաքական տապալում է։ Իսկ ընդհանուր առմամբ ինչ եք կարծում, Փաշինյանին կհաջողվի Մոսկվայի հետ պայմանավորվել լեզու գտնել եւ դա ինչ տեսքով առավելևս երբ որ ժամանակահատվածում նկատելի կլինի։ Ես իհարկե բախտագուշակ չեմ, ես չեմ կարող 100%-ով այդ հարցին պատասխանել, առավել եւս որ բազմաթիվ ազդակներ են, ավելի շուտ բազմաթիվ գործոններ են ազդում դրա վրա, բայց ես սենց ասեմ, ես այս պահի դրությամբ դեռ չեմ տեսնում ինչ որ լուրջ խոչընդոտներ այս առումով։ Մեծ հաշվով ամեն ինչ տանում է նրան, որ գուցե ստացվի այդ պայմանավորվածությունը։ Ես այս պահի դրությամբ կրիտիկ խոչընդոտներ չեմ տեսնում, այսպես պատասխանեմ։ Բայց իհարկե, ես ինքս խորհուրդ կտամ սպասել զարգացումների։ Եվ պարոն Կիվերյան, այս ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանին նաև սահմանադրական մեծամասնություն վերցնել չհաջողվեց, որը նրան անհրաժեշտ էր հնարավոր սահմանադրական փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելու համար։ Ինչ եք կարծում, սա թույլ կտա նրան խուսափել այս հարցի քննարկումից, թե մեր քննարկած տարբերակներից ինչ որ մեկով ընդդիմությունից իր կողմը մարդ գրավելով կամ որևէ այլ ճանապարհով նա այնուամենայնիվ կգնա այս հարցի լուծմանը։ Այս հարցի լուծման պատվիրատուն Բաքուն է։ Իրան քննարկումից գործընթացներից այս պահի դրությամբ չի ստացվի խուսափել, ես չեմ կարծում, որ ինքը ցանկություն ունի խուսափել, ուղղակի դուք մի մտածի, որ սա իր համար ինչ-որ ճակատագրական նշանակություն ունի։ Երկարատև գործընթացների ճանապարհով կտանի, առիթ կունենա հաջորդ ընտրություններին ասել, այ հիմա պետքա լինի, որպեսզի սա լուծենք եւ պլստանք։ Այսինքն իր համար հաջորդ ընտրությունների համար պլատֆորմ կստեղծի։ Արտահերթ նաեւ։ Բայց ինչի է, այս պահի դրությամբ արտահերթի հարց հայկական իրականության մեջ չկա։ Այս օրակարգը կյանքի, որ նրան չհաջողվի կյանքի կոչել, գուցե պատճառներից մեկը նա լինի, որ սրա համար գնա արդեն։ Իսկ նայեք ոնց է, դա պետքա իր համար լինի ճակատագրական խնդիր։ Այս պահին դա ճակատագրական խնդիր չի։ Եթե դա վերածվի ճակատագրական խնդրի, կարող է եւ գնա արտահերթի։ Բայց եթե այս պահին դա ճակատագրական խնդիր չի, հակառակը, նայեք, գիտեք ոնց է, ինքը քաղաքական գործիչ է, ճիշտ է։ Քաղաքական գործի համար հակառակը ինչքան շատ թեմա, այնքան այդ գործընթացով զբաղվելու լայն, այսպես ասած, դաշտ մանևրելու։ Բա լայն դաշտ է։ Դա այն մարդիկ, ովքեր քաղաքական գործիչ չեն առևտրի մեջ են մասնագիտացած, իրանք դա չեն հասկանա։ Իսկ քաղաքական գործի համար թեման գտածո է։ Ցանկացած թեմա դառնում է գտածո։ Առավել եւս, երբ լծակները քո ձեռն են, դու կարողանում ես խաղացնել։ Այդ առևտրականն ուզում է արագ խուրդի, փողը վերցնի։ Իսկ նրա համար դա process է, տանում է այստեղից, այնտեղից, զբաղացնում է հասարակությանը, հասկանում եք, նայեք, ասենք խնդիր եղավ ցոգոլ արտահանելու, մի թեմայով պետքա չես, այն սահմանադրական թեմայով կզբաղացնի, մինչև չփոխենք ցոգոլ չես կարա տանել։ Այսինքն հանրային պահանջ կձևավորվի դրա շուրջ այդ ճանապարհով։ Խնդիրը հենց որ դաշտում թեմա չի լինում, այդ ժամանակ քաղաքական գործի համար, իշխանության համար առաջանում խնդիր։ Դեւ հասարակության 5-րդ կետը սկսում է քոր գալ, եւ դա վտանգավոր է։ Իսկ այս պարակայում հենց որ կան թեմաներ, ընդամենը քեզ ոնց է քարտերը պետքա ճիշտ խառնես եւ ճիշտ բաժանես, ու պետքա այդ թեմաները կարողանաս ճիշտ կառավարել, զբաղացնել հասարակությանը։
Եվ ինչ եք կարծում, պարոն Կիրյան, այդ խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթուղթը ի վերջո կստորագրվի առաջիկա 1-2 տարիներին կամ տեսանելի ժամանակահատվածում, թե այդպես էլ Ադրբեջանը չի գնա այդ քայլը։ Դա կախված է միայն Բաքվի կամքից։ Ես ու դա կախված է Բաքվի հենց դեք ոնց է ադրբեջանական ներքին եւ արտաքին քաղաքականությունից, որի վրա կարող են ազդել բազմաթիվ ներքին եւ արտաքին գործոններ։ Այ ինչը պետք է Ադրբեջանին ստիպի, որ գնա այդ որոշմանը։ Կոնկրետ այդ իրավիճակը լուծի, որտեղ այլ իրավիճակներ ավելի կարևոր լինեն։ Եվ ներքին եւ արտաքին։ Եվ գուցե չլուծելու դեպքում ինչ որ բան արդեն կորցնի։ Դե գիտեք ոնց է, դա գիտես դու գնահատում ես արդեն նժարի վրա, թե որ ճանապարհն է քո համար ավելի ձեռնտու։ Դա շատ նուրբ գործընթացներ են։ Դա իրականության մեջ հիմա մեկը կարող է բախտագուշակության սկզբունքով ասի, գիտեք ոնց է, մի տարուց կստորագրի, մի տարուց ոնց որ ասենք արդեն պիտի ստորագրված լիներ, եթե որոշ գործիչներին ոնց որ լսեին։ ասես արկղի մեջ մի խնձորը փտած կլինի, այն բանը, որ մի բանը փտած կլինի, այդպես կուշակես։ Բայց իրականության մեջ դա կախված է զուտ Ադրբեջանից ու զուտ բազմաթիվ գործոններից։ Իսկ այս պահին եղած միտումները ինչ են հուշում ձեզ։ Այս պահի միտումները ոչինչ չեն հուշում, որովհետև դեռ կան բազմաթիվ գործոններ։ Այսինքն դեռ տարածաշրջանը ու աշխարհը եռում է։ Ադրբեջանին դա պետք չի, հասկանում եք։ Այդ հայկական կողմն է անգած ստորագրում կամ չի ուզում ստորագրել, ուզում է ամեն գնով ստորագրել։ Իրանց համար դա արդեն դարձել է 10-րդական խնդիր։ Եթե ինքը հասկանում է, որ այդ ստորագրել չստորագրելով դեռ չնչին բան կարա փոկի, ինչի ինքը փակի այդ դուռը։ Դուք մի հատ այդ տեսակետից նայեք։ Ինքը դեռ կարողանում է այս թեման առավելագույնը շահագործի, կթի։ Օրինակ ներքին առումով։ Ինքը կարողանում է դեռ հասարակությանը ներսում վերջիվերջո նայեք իրանց աչքով, մի հատ թողեք հայ-ադրբեջանական թշնամ, նայեք իրանց աչքով իշխանությունը ուզում է վերարտադրվի ամեն գնով, հետո ժառանգաբար փոխանցի։ Հիմա այս թեման 30 տարի շահագործելով կլանը պահել է իշխանությունը, դեռ կտվում է այս թեման։ Օրինակ, նայեք, հավատացեք, եթե ասենք Ադրբեջանին իշխանություններին պետք լինի իրական խաղաղություն, իրանք քարոզչության միջոցով հանգիստ կպայմանավորվեն Հայաստանի իշխանությունների հետ, մի տարի հետո հայն ու ադրբեջանցին կմոռանան, այսպես ասած, ընդհանրապես, որ իրանք թշնամի են եղել։ Քարոզչությունից է դա կախված։ Հասկանում եք։ Ոնց է սովետի ժամանակ։ Ընդամենը ուրեմն շատ կարճ ժամանակ էր անցել Ղարաբաղյան ապստամբությունից հետո 2020 թվականի ապրիլին, հետո Ադրբեջանը սովետականացվեց, հետո սովետականացվեց կես տարի հետո Հայաստանը եւ մի անգամից բոլորը այդպես ասած այդ կազմում քարոզչությունը դրեցին առաջ եւ հայերն ու ադրբեջանցիք միասին երկում պարում եւ միասին կառուցում են սոցիալիստական պետություն։ Եղբայրաբար։ Հիմա եթե հավատացեք երկու պետությունների ղեկավարներին պետք լինի, նույն ձևով այդ գործիքակազմել գիտեն, քարոզչան բանել գիտեն, նշանակում է դեռ նույն Ադրբեջանի իշխանություններին հետակ այս թեման դեռ կտվում է հասարակությանը զբաղացնելու համար։ Եթե հակառակը հայ-ադրբեջանական բարեկամության մեջ իրանք տեսնեն իշխանության վերարտադրումը իրանց համար, իրանք կբռնեն այն թևը, եթե չէ այս թևը, քաղաքականությունը գիտեք լավ ոնց է, ինքը շարքային հասարակական պրոպագանդայի հետ բացարձակ ոչ մի կապ չունի, ինքը ուրիշ սկզբունքներով է ձևավորվում։ Եվ պարոն Կիրյան, ամփոփելով այս քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառվող գլխավոր քարոզչական թեզը պատերազմի եռագլուխ կուսակցությունից բացի այն է, որ իր ուժին հաջողվել է խաղաղություն բերել, եւ մենք ընտրությունների արդյունքներով տեսնում ենք, որ նա մոտավորապես 40,000 ձայնի չափով ավելի շատ է ստացել, քան նախորդ անգամ։ Եթե պատճառները մի կողմ տնենք, այս խաղաղության թեզը սրա մեջ որքանով ազդեցություն ունեցավ, արդյոք մեր հասարակությանը հաջողվեց դա վաճառել։ Նայեք, հիմա վերցնենք այդ նախորդ այդ իմ ասածս ձեր այս հարցին միացնենք։ Այդ պատերազմի ինչ ոնց ասի եռագլուխ, ասենք այս մարդիկ, այդ եռագլուխները մի հատ միցինգ ընդունակ չեն անել։
չէ։ Մեծ հաշվով։ Ընդվզում ընդունակ չեն անել։ Եվ Նիկոլ Փաշինյանը, եւ մնացածը բոլորը հոյակապ հասկանում են, որ այս մարդիկ ոչ միայն պատերազմի կուսակցություն չեն, դա անգամ շարքային, ասենք փողոցային ընդվզման կուսակցություն չեն, ընդունակ չեն դրան։ Բայց իրան պետք է քարոզչության միջոցով հայ հասարակությանը հավատացել, որ ես այս խաղաղության աղավնին եմ, իսկ իրանք, այսինքն ինքը, որ նայեք ինչ ագրեսիվ ձևով էր, չէ, իրան պահում հասարակության հետ, որտեղ գնում էր կամ մարդկանց քաշքշում էր, ինքը կամ իր թիկնապահները, ինչ ձևով էր վարում ագրեսիվ ձևով, ճիշտ է։ Այո։ Հա, վերջի այս մարդը 2020 թվականին հասցրեց իրավիճակը Արցախյան պատերազմի եւ աղետի։ Բայց ինքը այդ քարոզչական գործիքակազմով հասարակական այդ պողոսային հատվածին, պողոսացած հատվածին, այո, փորձեց ներշնչել, որ նայեք սրանք պատերազմի կուսակցությունն են, իսկ ես խաղաղության աղավնին եմ։ Դա ասում եմ մի մարդ, որի ժամանակ հենց տեղի ունեցել պատերազմը։ Ասենք, նայեք, Կարեն Կարապետյանին, նա ինչ պատերազմի կուսակցություն, պարապետ է եղել, ոչ գիտեմ ինչ է եղել, ասենք, ռազմական գործչի չա եղել, հրանոթը կամ բանը գնդացիրը ձեռը գրոհել է այստեղ, աբսուրդ է, գործարար տղա է։ Գագիկ Ծառուկյանը գործարար տղա է։ Բանի Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ եղած ժամանակ եղել են պրինցիպի ամենահանգիստ տարիները։ Պարզա որ այդ մարդն ընդ որում ես ինքս համարում եմ դա սխալ, բայց ամեն գնով իր ժամանակաշրջանում էլ խուսափել է պատերազմից։ Բայց սրանց սարքել են մարդիկ, որոնք երազում են հենց ասма վերցնեն իշխանություն, հաջորդ օրը գնդացիրը ձեռը գրոհեն, ասենք, Բաքվի ուղղությամբ։ Իսկ ինքը, որը փաստացի բերել էր, հասցրել էր պատերազմի, ամենադաժանագույն պատերազմներից մեկ անկախությունից հետո, Մի քանի պատերազմ։ հա, մի քանի պատերազմների, ասում եմ, ես խաղաղության աղավնին եմ։ Սա հենց իմ բացատրած քարոզչությունն է, քարոզչության ազդեցությունն է։ Հասարակությունը հավատաց սրան։ Ու ինչ որ այո, զանգված իհարկե հավատաց դրան։ Բա ասում եմ, այդ նույն գործիքակազմով են, ոնց որ սովետներ 21 թվականից հետո հայն ու ադրբեջանցին պարացնելով համատեղ սոցիալիստական հայրենիք կառուցում, նույն ձևով հավատացեք այս երկու երկրների պետությունների իշխանություններին, եթե պետք եղավ, ընդ որում խոսքը վերաբերում է Հայաստանի իշխանությունների մասին։ Դու կարող ես հայտարարել, որ ասենք դու խաղաղության կողմնակիցն ես, բայց անես Նիկոլ Փաշինյանի պես այնքան հիմարություններ, որը չբերի խաղաղությանը։ Այնինչ որ ինքը անում է։ Բայց եթե երկու երկրների իշխանությունները ցանկանան իրական խաղաղություն, իհարկե դա կլինի եւ իրական խաղաղություն եւ այդ քարոզչական գործիքակազմի միջոցով դա հնարավոր է կլինի հենց հասարակությունների մեջ կարճ ժամանակում ներշնչել։ Հասկանում եք, հասարակությունը դա ոնց ասեմ, դες կավ է։ Ոնց ասենք բրուտագործը Իրանից կարա մի հատ այդ կավը խառնելով ստեղծի ինչ որ գործ, նույն ձևով հասարակությանը գիտակցությունը խառնելով պետությունները, իշխանությունները տանում են առաջ այն նպատակները, որոնք դնում են իրանց առաջ։ Տարիներ առաջ չենք պատկերացնում օրինակ, որ մեր հասարակությունը նման հեշտ կերպով կհամակերպվի Արցախի կորստի հետ։ Նայեք, դա քարոզչության ձևերից մեկն է։ Քարոզչության արդյունքն է։ Գործիքակազմը հիմա լինի քո ձեռքը, մեկից սկսած, կարճ ժամանակ հետո այս հասարակությանը կարող եք ներշնչել ցանկացած բան։ Շնորհակալ եմ, պարոն Կիվիրյան։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ։ Կհանդիպենք։